Գիտեք, ես կդիմեմ գնահատականը տալու համար հայերենի հինավուրց մեր լեզվի բառապաշարի հարստությանը, որովհետև այն ինչ որ անում է Նիկոլ Փաշինյանը, կարծես ամենաճիշտը բնութագրվում է զազրախոս բառով, զազրախոսություն, որտեղ հեսա նայեք, եթե բառարանում նայենք, բառարան ըստ Աճարյանի, թե Աբեղյանի, թե բանն է այս բառարան AM-ից էլի, չգիտեմ դա ումից է վերցված, բայց ուրեմն զազրախոս, դա զազրելի, գարշելի բան էր, խոսող, հայ հոյախոս, կարծում եմ շատ ճշգրիտ բան է, ուրիշի մասին սուտ ու վարկաբեկիչ բան էր, խոսող, չարախոս, այս էլ երկրորդ բանն է, հիմա անկախ երկրորդից, առաջինը դու արդեն շատ կեղտ ես դրել քո բերանը, հա, զազրախոսությունը նաև դա է նշանակում, անկախ դրանից դու ճիշտ բան ես ասում, սխալ բան ես ասում, բայց եթե օգտագործում ես կեղտոտ արտահայտություններ, դու դառնում ես զազրախոս կամ զազրաբան, բայց ինձ հետաքրքիր է հայոց լեզվի հարստությունը նաև այն տեսակետից, որ եթե մենք փորձենք տեսնել օրինակ հոմանիշները այդ բառի, մենք կտեսնենք, ես հետո կբացատրեմ ինչու եմ դիմում բանը մեր հայերենի բառապաշարի հարստությանը, որովհետև տեսեք նույն այդ զազրախոսը կամ զազրաբանը ինչ հոմանիշներ ունի, պղծաբան, պղծաշուրթ, ցոփաբան, լկտիախոս, ախտեղաբան, գարշաբան, լրփաբան, լրփախոս, վավաշախոս, աղվալեզու, տգեղաբան եւ վերջապես այստեղ մենք գալիս ենք արդեն բացահայտմանը, շնաբերան,